Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք երկրորդ երկի 10-րդ գլուխը։ Ինչպես տեսնում ենք, Շուկադեվը Գոսվամին ինքը խոսում է արարչագործության մասին եւ հիմնականում խոսում է այն հոգեբանական process-ների մասին, որի միջով անցնում է ինքը տրանսֆորմացիաների, թե կարելի ասել է, հոգեբանական այն փոփոխությունների մասին, որի միջով անցնում է ինքը Գերագույն Աստծո անձնավորությունը, որպեսզի կազմակերպի նյութական աշխարհի արարումը։ Մենք ձեզ հետ քննարկեցինք, որ առաջի քայլով Գերագույն Աստծո անձնավորությունը սկզբունքորեն համաձայնություն է տալիս, որպեսզի կենդանի էակները, որոնք իրենք չեն ուզում ապրել իր հետ, հնարավորություն ունենան այդ իրենց ցանկությունը իրականացնել։ Այստեղ փիլիսոփայության տեսանկյունից մենք ուրեմն ես միշտ այդպես եմ ասում, որ եթե նույնիսկ Աստված չկա, բայց մենք խոսում ենք եւ Աստծուն հնարել են ինչ որ մի նպատակի համար, ապա մենք կարող ենք հասկանալ, որ այս բaragայում ինքը շատ կարևոր թեմաներ են քննարկվում, որովհետև այո, եթե կենդանիակները իրենք ցանկություն ունեն ապրել առանց Աստծո, իրականում այդպիսի տարածք գոյություն չունի, որը իրենը չի եւ որը ինքը չի։ Հասկանում եք, այսինքն կենդանիակը ինքը երբեք չի կարող դուրս գա Աստծո սահմաններից դուրս։ Եթե դա հնարավոր լիներ, դա կնշանակեր, որ կա ինչ-որ մի բան, որը ավելի հզոր է, քան Աստված։ Եվ ընդ որում, չէ, օրինակ ասենք, այդ տեսանկյունից իմպերսոնալիստները, որոնք իրենք չեն ընդունում Գերագույն Աստծո անձնավորության, այդ որ ինքը նախասկզբնական բացարձակն է, իրանք էլ իրենց, չէ, փաստարկներն ունեն։ Եվ իրանք ինչ փաստարկ են առաջ քաշում։ Օրինակ, իրանք այսպիսի հարցադրում են անում։ Իրանք ասում են, այ օրինակ դուք ասում եք, ես հիմա չասեմ Քրիշնան, ասում եք, որ այսինչ անձնավորությունը ինքը Գերագույն Աստծո անձնավորությունն է, չէ՞։ Այո։ Հետո ինչ է նկարագրվում, որ հոգևոր աշխարհում ինքը ունի, ասենք, տուն, ունի, չգիտեմ, այգի, կա սար, կա էս, կա այն, չէ՞։ Հայ հիմա, երբ որ այդ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը մտնում է իր պալատը, պալատը իրանից մեծ է, թե ոչ։ Հա, ուրեմն նախասկզբնականը դա այդ տարածությունն է, այլ ոչ թե Աստված։ Հասկանում եք։ Պերսոնալիստները իրենք ասում են ոչ, բոլոր էներգիաները իրանք Գերագույն Աստծո անձնավորությանն են, որովհետև ենթարկվում են իր կամքին, անկախ նրանից, թե իրանից ավելի մեծ են թվում, թե իրանից ավելի փոքր։ Չէ՞։ Իսկ իմպերսոնալիստները իրանք ասում են, ինչքան ուզում է մեծ լինի Աստված, եթե ինքը ունի ձև, այսինքն ֆորմա, դա նշանակում է, որ ինքը սահմանափակ է։ Եվ ինքը ինչ-որ մի տարածության մեջ է գտնվում, չէ՞։ Եվ օրինակ ասենք, երբ որ մենք խոսում ենք արարչի մասին, դե ասենք, հույները իրենք ասում են, Զևսը ինքը ապրում է Օլիմպոսում, չէ՞։ Ասենք, մյուսը ասում է, ինքը ապրում է եսի որտեղ։ Հիմա արիացիները իրենք ասում են, ինքը պառկած է Պատճառական օվկիանոսի վրա, չէ՞։ Այն իմպերսոնալիստները իրանք հենց այդ հագամակներն են օգտագործում եւ ասում են, ուրեմն դուք եք չի ասում, որ ինքը պառկած է բանի Պատճառական օվկիանոսի վրա, չէ՞։ Եղավ որ օվկիանոսը իրանից մեծ է։ Այսինքն ինքը գտնվում է այդ տարածքում։ Դուրս է գալիս, որ էներգիան է նախասկզբնականը, այսինքն այն ինչ որ տարածք է։ Пространство, էլի, հայերեն չգիտեմ ճիշտ եմ թարգմանում, թե չէ։ Հասկանում եք սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն հիմա քննարկվում են այդ հարցերը, թե ասենք, ինչպես է ղեկավարում բոլոր էներգիաները Գերագույն Աստծո անձնավորությունը։ Եվ ուրեմն մենք տեսանք, որ իրականում Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ մեծ տրանսֆորմացիաների է ենթարկվում, ինչու համար, որովհետև ինքը հիմա պիտի լուծի այդ խնդիրը,
որ ինքը պետք է ստեղծի իլյուզոր մի աշխարհ, որտեղ ինքը չկա, բայց որտեղ ինքը շարունակում է, միևնույն է, լինել ղեկավարը, որովհետև ինքը Աստված է։ Հասկանում եք, եւ այդ բոլոր ֆունկցիաները պատկանում են իրեն։ Եվ մենք տեսանք, որ ուրեմն այն տրանսֆորմացիաները, որոնց միջոցով է Գերագույն Աստծո անձնավորությունը, այդ տրանսֆորմացիաները իրանք արտացոլում են կենդանի էակների ցանկությունները։ Եվ երբ որ մենք նայում ենք, թե օրինակ ասենք, այդ նույն Գերագույն Աստծո անձնավորությունը, որը ինքը հոգևոր աշխարհում այդպիսի հարուստ կյանք ունի, չէ՞, հիմա երբ որ ինքը այդ տրանսֆորմացիաներին է ենթարկվում, ինքը գալիս է եւ հայտնվում է այն իրավիճակում, որ բան է լինում, ասեք, որ մնում է մենակ։ Հա? Եվ սա արդեն իսկ նշանակում է, այսինքն, տեսեք հոգևոր աշխարհը, այսպես կետից սկսենք, չէ՞, հոգևոր աշխարհը ինքը ինչ որ մի հատ հոգեբանական կառուցվածք ունի, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ունի իր մտերմիկ նվիրալները, ունի ավելի, ասենք, ավելի նեյտրալ, ավելի հեռու գտնվող նվիրալներ, տարբեր հարաբերությունների մեջ է, չէ՞։ Եվ եթե ինչ-որ մի կենդանի էակ նախանձում է այդ հարաբերություններին, իմաստը նրա, որ ինքը գալիս է նյութական աշխարհ, կայանում է նրանում, որ ինքը չի ուզում տեսնի, որ օրինակի համար, չգիտեմ, Արգյունան իր ընկերն է։ Բայց ինքը ինչ է ուզում տեսնի, որ իր ամենակարևոր, դաժե եթե ինքը ընդունում է, որ կա Աստված, իր ամենակարևոր կենդանիակը, որի վրա ինքը այսպես լիարժեք պիտի կենտրոնացած լինի, դա հենց ինքն է, այդ կենդանի էակը, չէ՞։ Եվ դրա համար այդ հոգեբանական տրանսֆորմացիաների մեջ անցնելով Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը վերջնականում այդ մարմնավորումն է տալիս, որ ինքը մնաց մենակ։ Հասկանում եք։ Եվ սա ինքը շատ կարևոր կետ է, որպեսզի մենք ընդհանրապես կարողանանք պատկերացում կազմել, թե նյութական աշխարհի արարումը ինքը հոգեբանական եւ կենդանի էակը եւ Գերագույն Աստծո անձնավորությունը ինչպիսի փոփոխությունների մեջով են անցնում, այսինքն ինչպիսի տրանսֆորմացիաների մեջով են անցնում, որպեսզի հնարավոր դառնա նյութական աշխարհը, որտեղ վերջնականում պետք է տիրի իլյուզիա, որ իլյուզիան, որ կենդանի էակը ինքը անկախ է եւ Գերագույն Աստծո անձնավորություն չկա։ Հասկանում եք։ Տեսեք օրինակ ասենք, չէ, շատ անգամներ մարդիկ, երբ որ ավետաները իրենք խոսում են նրա մասին, որ կենդանի էակը ինքը հոգևոր է, շատ հաճախ ինք այսպիսի բան է տեղի ունենում, որ մարդիկ իրենք հարցնում են, ասում են, եթե ես հոգի եմ, ինչու ես դա չեմ գիտակցում։ Հասկանում եք։ Եվ իրականում դա շատ այսպես բան իրավունք ունեցող գոյություն ունենալու իրավունք ունեցող հարց է, չէ՞։ Այո, իրապես։ Եթե ես հոգի եմ, ինչու ես չեմ գիտակցում, որ ես հոգի եմ։ Եվ այդ հարցի պատասխանը ինքը թաքնված է հենց այդ իրականության մեջ։ Մենք, ուշադիր լսեք, մենք Գերագույն Աստծո անձնավորության անբաժանելի մասնիկներն ենք։ Հա? Եվ սա նշանակում է, որ հնարավոր չի, որտեղ անբաժանելի, հնարավոր չի անել այնպես, որ ես շարունակեմ գիտակցել, որ ես հոգի եմ ու չզգամ, որ ես Աստծո մասնիկն եմ։ Հասկանում եք, դա նույն բանն է, ոնց որ իմ մատը այսպես առանձին հայտնվի, հա, ուզենա առանձին հայտնվի, ու այդպես էլի, որ ասենք, եթե ես ուզում եմ առանձին, հա, այդտեղ ինչ պիտի կատարվի։ Կոպիտ ասած, տնից տեղից հեռու, մատս պիտի կտրվի, ինքը պիտի հայտնվի մի հատ ուրիշ տեղ եւ կորցնի այն հիշողությունը, որ ինքը իմ մատն էր, չէ՞։ Այդ դրա համար է, որ մենք չենք հիշում, որ մենք հոգի ենք,
Այսինքն այն հանգամանքը, որ մենք Գերագույն Աստծո ազնվորության անբաժանելի մասնիկներն ենք, դա դառնում է պատճառ, որ երբ որ մենք չենք ուզում տեսնել Աստծուն, մենք դադարում ենք տեսնել ինքներս, գիտակցել ինքներս մեզ, որտեղ մենք նրա անբաժանելի մասնիկներն ենք, եւ չի կարող այդպիսի իրականություն ստեղծել հնարավոր չի, որ մենք գիտակցենք, թե մենք ով ենք, եւ չգիտակցենք, թե ում մասնիկն ենք։ Հասկանում եք, դրա համար այդ երկու կորուստը կենդանիակը ունենում է միանգամից։ Աստված չկա, ես էլ հոգի չեմ։ Բա ով եմ, այս մարմինը։ Անկախ, իրականում այդ անկախությունը իհարկե շատ բան է, բայց այդ Աստծուց անկախ ամենայն դեպս։ Բա ումից կախված, նյութական աշխարհի անկատար, էգոիստ, նախանձ, չգիտեմ, դաժան կենդանի ակներից։ Խնդրեմ, այդ իրականությունն ես ուզում գնա ապրի։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ հայրացիները իրենք բավականին մանրամասը, բավականին գրագետ, չէ, նկարագրում են այդ տրանսֆորմացիաները, եւ մեր այսօրվա տեքստն է, ես կարդամ տեքստը եւ մենք շարունակենք մեր քննարկումը։ Բաղավատամ 2-րդ երգ 10-րդ գլուխ 13-րդ տեքստ։ Կներեք, այստեղ ճիշտ ասած մի քիչ այդքան թարգմանությունը իմ դուր այդքան էլ չի գալի։ Ես մի քիչ իմ լեզվով, թարգմանեմ։ Ուրեմն պարկած լինելով միստիկական քնի անկողնու վրա, Գերագույն Աստծո անձնավորությունը, որը ինքը շարժվում էր այն, որ ինքը մի հատ է եւ դրանից պետք է արտահայտվի բազմազանությունը կենդանիակների, այդ ցանկությունով բան շարժվող, ուրեմն ինքը իր արտաքին էներգիայի միջոցով արարեց ոսկե սերմի սիմվոլը, պարադիո, ոչ թե արարեց, արարեց էլի, այդ ոսկե, ուրեմն բանի ոսկե սերմի սիմվոլը։ Մենք ձեզ հետ արդեն քննարկել ենք, չէ, որ այդ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը պարկած է լինում այդ միստիկական քնի անկողնու վրա, դա այդ process-ն է, սամադխի, այսինքն Գերագույն Աստծո անձնավորությունն էլ իր հերթին, այսինքն ինչ է տեղի ունենում պրակտիկորեն, էլ այսպես պրակտիկորեն։ Պրակտիկորեն իրականում, երբ որ կենդանիակը ինքը ուզում է վերադառնա, ուզում է մի բան անել, էլի այդ նախանձի զգացումի մեջ է մտնում, չէ՞, իր հետ տեղի է ունենում այդ բանը, էլի, այդ հոգեբանական վիճակն է տեղի ունենում, որ ինքը ոնց որ անջատվի բանից, արտաքին հոգևոր աշխարհից, այդ արտաքին աշխարհից, ինքը ոնց որ անջատվի այդ աշխարհից եւ ասեք, բանել ասես խորասուզվի իր մեջ, դա էլ է միստիկական քուն, այսինքն իրականում, երբ որ կենդանիակը ինքը հոգևոր մարմնով նստած հոգևոր աշխարհում գնում է իր ներսը եւ իր ներսում իր ներսով մտնում է նյութական աշխարհ, պատկերավոր ասած էլի կդրեք, չգիտեմ, բառերը ոնց ընտրեմ, որ հասկանալի խոսեմ, հասկանում եք, այդ ընթացքը, տեսեք ոնց որ կդրեք, ոնց որ նյութական աշխարհում, երբ որ կենդանիակը ինքը կենտրոնացած է հոգևոր թեմաների վրա, ինչքան ինքը ավելի լուրջ եւ ավելի խորը, եթե ինքը արդեն 100%-ով կենտրոնացած է հոգևոր աշխարհի վրա, դա կոչվում է սամադխի։ Այսինքն սամադխին ինքը նյութական աշխարհից բացարձակապես կտրված վիճակն է նյութական աշխարհում։ Հիմա հոգևոր աշխարհում դա նույնպես կոչվում է սամադխի։ Բայց այնտեղ տեղի է ունենում, այսինքն որ կենդանիակը մտավ իր մեջ եւ կենտրոնացավ ինչ-որ մի հատ ուրիշ բանի վրա, որը կապ չունի այն աշխարհի հետ, որում ինքը ապրում է։ Եթե մենք ընդհանուր սկզբունքով ենք խոսում, ինչ է նշանակում սամադխի։ Հասկանում եք, այսինքն դա 100%-անի կենտրոնացումն է, որտեղ կենդանիակը ինքը 100%-ով անջատվում է
այն աշխարհից, որում ինքը գտնվում է։ Ուրեմն նյութական աշխարհում ինքը կենտրոնանում է հոգևոր աշխարհի վրա 100%-ով եւ դասամատքի է, հոգևոր աշխարհում ինքը 100%-ով կենտրոնանում է նյութական աշխարհի վրա եւ դասամատքի վիճակ է։ Այսինքն այդ, եթե բանական է, եթե այդպես տնական լեզվով ասենք, այդ անջատված վիճակն է։ Չէ, հիմա մենք տեսանք, որ ոնց որ այդ իրականությունը ստեղծելու համար կենթանիակի գիտակցության իր սամաթի մեջ, այդ որ ինքը մտել է իր մեջ, ինչ որ մի հատ ուրիշ աշխարհ է ուզում, գիտեք ոնց է, եթե դաժե իր անունով խոսենք, չէ, դա շատ նման է նրան, ոնց ինչպես որ ասենք նյութական աշխարհում կենթանիակը ինքը երազում է։ Չէ, տեսեք, երբ որ ինքը ինչ որ մի հատ իրականություն է ուզում եւ իր մեջ կենտրոնանում է այդ իրականության վրա, չէ՞, մենք ասում ենք բան, ինքը անջատվեց այս աշխարհից, սենց ենք անում, ասում ենք հետ դարձի, հա, այդ ուր էր գնացել, այդ նույն բանն է, ու ասենք այ ոնց որ նյութական աշխարհում դա կարող է ընդամենը մի րոպե տևել եւ մեր կողքինը կարող է ասել հեյ վերքա вообще ուշքի արի, հա, ու մենք կարող ենք այսպես անենք ու դուրս գանք այդ վիճակից, իրականում տեղի է ունենում նույն բանը հոգևոր աշխարհում։ Բայց հոգևոր աշխարհում, գիտեք ոնց է, էլի, այն ինչ որ նյութական աշխարհում ինչ որ միլիոնավոր տարիներ էր տևում, հոգևոր աշխարհում մի վարք, ընդամենը կոպիտ ասած մի մգնավենիե, ոչ թե վարքյան, мгновение ты. Понял, вот это мгновение, это когда нет времени. Իրոպետ ներեք էլի մի հատ նայեմ կարող է։ Ակնթարթ, հա, տեսակ խոսքը մոռացել էի։ Հասկանում եք, այնտեղ դա տևում է ընդամենը ակնթարթ։ Այսպես մտանից երկուսն էլ մտան սամաթքի մեջ ու երկուսն էլ սեցական դուրս եկան, հասկացաք, չէ՞։ Հիմա երբ որ ասվում է, որ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ միստիկական քնի անկողնու վրա էր պառկած, չէ՞։ Այսինքն հիմա ինքն էլ իր հերթին ներս է մտնում, հա, ոնց որ, բայց ինքը ոչ թե այդ մարմնով է ներս մտնում, այլ ինքը, այբ որ ներս մտնելու անհրաժեշտությունը կա, ինքը իր մեջից մարմնավորում է տալիս, այս է, որ ինքը ֆենոմենալ գաղափար է, այս մարմնավորումների գաղափարը, եթե նույնիսկ Աստված ինքը չլներ, առաջի հերթին ինքը Աստծո զորությունների հետ կապված շատ գրագետ գաղափար է, չէ՞։ Երկրորդը, ուրեմն դա բան էլի, այնքան բաներ բացատրող է ընդհանրապես, որ ուղղակի ես միշտ ասում եմ, եթե Աստված չկա, այս հորինողը ինքը հանճար է, անքննարկելի եւ հանճար է, որին հնարավոր չի вообще վերանցել։ Հա, եւ տեսեք ասենք, այն ինքն էլ իր հերթին ուղղակի կենթանիակը ինքը ստանում է իլյուզոր մարմին, որի հետ իրան նույնացնում է, իսկ գերագույն Աստծո ազնվորությունը տալիս է մարմնավորում, որը ինքը մտավ այդ ներքին մեդիտացիայի մեջ, այսինքն կտրվեց իր կյանքից եւ մնաց մենակ։ Ու հիմա ինքը այդ մենակ վիճակում պիտի նյութական աշխարհը արի։ Հա, այսինքն այդ բանը անի, որ կենթանիակները իրանք ասես մոռանան вообще, որ ինքը կա, հա, բայց մեկ է, ինքը այդ ամբողջ process-ը պիտի ղեկավարի, որտեվ ինքը պիտի տրամադրի այդ նյութական աշխարհը, ոչ մեկ չի կարող, այսինքն կենթանիակը ինքը ուզում է գնա, չէ՞, եւ եթե գերագույն Աստծո ազնվորությունը օրինակ ասեր, դե ուզում ես գնա, կենթանիակը ինքը այդպիսի տեղ չէր գտնի, որտեղ Աստված չկա։ Հասկանում եք, մինչև ինքը գերագույն Աստծո անձնավորությունը այդ պատրանքը չստեղծեր, որտեղ այդ պատրանքը մենակ ինքը կարող է ստեղծել։ Ինչու՞, որովհետև բոլոր էներգիաները պատկանում են իրեն։ Չէ՞։ Եվ դրա համար այստեղ ասվեց, որ նորից այդ, որ ինքը այդ միստիկական քնի մեջ, միստիկական քնի անկողնու վրա պառկեց, հա, եւ ինչ էր իր ուզածը։
հա, իր ուզածը դա նա էր, որ ինքը ուզում էր, հիմա ինքը մենակ մնաց։ Եվ հիմա այդ մենակությունից ինքը պիտի արարի կենդանի էակներին, որոնց կյանքը այլևս իրա հետ կապված չի։ Հասկանում եք։ Եվ տեսեք, ասվում է, այստեղ ասվեց, որ արտաքին էներգիայի միջոցով ինքը բան արեց, պարադիլ էլի։ Միրապա մի հատ այդ խոսքն նայեմ, հա։ Դու ծնել, հա, լավ։ Դու ծնել մի քիչ են խոսքը չի, բայց թե ոչինչ, լավ, թող լինի ծնել։ Հասկանում եք, եւ հիմա այստեղ արդեն մենք պետք է հասկանանք, թե ընդհանրապես այսինչ ոսկե սերմի մասին է խոսքը։ Հասկանում եք։ Ուրեմն, եթե մի խոսքով ասեմ, սովորաբար, ասենք արիացիների գրվածքներում շատ հաճախ է հանդիպում այս ոսկե սերմի գաղափարը, չէ՞։ Եվ ինքը իր մեջ սիմվոլիզիրույթ բաների իմաստը, այսպես ասեմ, հա, հիմա բառը չի գալիս էլի։ Ուրեմն իր այդ ոսկե սերմը շփոթվեցի, ինքս ինձ շփոթեցրեցի։ Ոսկե սերմը, հա, ուրեմն այդ ոսկե սերմը, չէ, ինքը ոնց որ գերագույն Աստծո անձնավորության արարչի, որը ինքը նրանք ովքեր խորասուզված են վեդայական գրականության մասին, երբ որ ես ասում եմ արարիչը, ես նկատի ունեմ Տեր Վիշնուին, հա։ Ուրեմն այդ ոսկե սերմը ինքը բանն է, ոնց որ մատնանշում է այդ նախասկզբնական արարչագործության նախասկզբնական իմպուլսը, հա, որը գերագույն Աստծո անձնավորությունը ինքը դնում է այդ տարածքի մեջ, որը կոչվում է նյութական աշխարհ, չէ՞։ Այսինքն, երբ որ այստեղ ասվում է սերմը, ապա իհարկե մենք պիտի հասկանանք, որ դա ոչ թե ինչ-որ ուղակի բառ է, որ այսպես էլի պրոստը, չգիտեմ, կներեք կամ սերմնահեղուկներ կամ սերմեր, չէ՞։ Տեսեք, ասենք, չէ՞ որ ասենք, եթե մենք նայում ենք նյութական աշխարհում, համենայնդեպս մեր մոլորակի վրա այդպես է, չէ՞, որ ամենամիստիկական բանը դա սերմն է, որովհետև սերմի մեջ է կյանքը, սերմի մեջ է ծառը, սերմի մեջ է ցանկացած բույսը, սերմի մեջ է կենդանիները, սերմի մեջ են մարդիկ, ինչ կա, ամեն մի կենդանի բան ինքը սերմի մեջ է, հա, եւ մենք պետք է հասկանանք, որ երբ որ իրանք ասում են ոսկե սերմը, դա այդ է, էլի, որ ոչ թե հենց ֆիզիկապես սերմը, այլ խոսքը գնում է այդ բան էլի կամքի գիտակցական բան էլի ակտիվ մասին, երբ որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը բան է անում էլի, այդ կենդանի էակի գիտակցությունը մտցնում է նյութական աշխարհ։ Եվ դա անում է սերմի միջոցով։ Այսինքն դա այն, ոնց ասեմ, էլի պարզ լինի, դա այն պրոցեսն է, հասկանում եք, երբ որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը վերցնում է կենդանի էակի գիտակցությունը եւ խորասուզում է նյութական աշխարհ, հիմա այ խորասուզելը դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ինքը երկու պրոցես պիտի անցնի, չէ՞։ Առաջինը դա նա է, որ ինքը պիտի մոռանա իր հոգևոր մարմինը, եւ երկրորդը դա նա է, որ պիտի նույնացնի իրան նյութական մարմնի հետ։ Հա? Սա է մատնանշում բանը, ասեք, իմенно սերմ բառը, չէ՞։ Հիմա
Երբ որ խոսում են բանի մասին, չէ, օրինակ շատ հաճախ մենք ձեզ հետ արդեն անցյալ տեքստերում խոսացինք հիրանյակարփայի մասին, չէ, եւ այնտեղ նույնպես շատ հաճախ խոսացվում է այդ ոսկե բանի զարոդեշ պտուղի մասին, հա, եւ այդպիսի սուբ գրվածներում, ինչպես Ուպանիշադներն են, Պուրանաներն են, այդտեղ շատ հաճախ է, էլի, որ մատնանշվում է այդ ոսկե բանը, ոսկե ձուն, հա, հատկապես, եւ այլն, չէ։ Այսինքն, երբ որ մենք խոսացում է սերմի մասին, դա այդ տրանսֆորմացիայի process-ն է, եւ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը արդեն ֆիզիկապես կենդանեակի գիտակցությունը տեղադրում է ֆիզիկապես սերմի մեջ, այն հրաշքը, որից առաջանում է կյանքը նյութական աշխարհում։ Հիմա իսկ ինչու ոսկե։ Ասենք մենք դες հետ քննարկեցինք, թե ինչ է նշանակում սերմը, բայց ինչու ոսկե։ Նյութական աշխարհում ոսկին ինքը մաքրության, գիտեք, այսպես էլի, փչացող էլեմենտ է, օրինակ, չգիտեմ, երկաթը ինքը ժանգոտվում է, չէ՞, բոլոր մետաղները իրենք քայքայվում են, ոսկին ինքը չի քայքայվում, հասկանում եք, եւ ուրեմն սա համ մաքրության սիմվոլն է, համ ռուսերեն это не իտալերեն, այդ որ չի քայքայվում, հա, դրա սիմվոլն է, եւ համ էլ արժեքի, հասկանում եք, այսինքն այդ սերմը ինքը իր մեջ պարունակում է կենդանի էակի գիտակցությունը եւ դա բանն է էլի ամենաթանկարժեք բանն է որ գոյություն ունի, հասկանում եք, հիմա ամենակարևորը Գերագույն Աստծո անձնավորության համար, այսինքն բազմազանության մեջ ամենաթանկարժեք բանը, ինչպես ոսկին է ամենաթանկարժեք մետաղը, հա, այդպես էլ ամենաթանկարժեք բանը Գերագույն Աստծո անձնավորության համար դա կենդանեակների գիտակցությունն է։ Հասկանում եք։ Եվ երբ որ ինքը համաձայնություն է տալիս պոկել կենդանեակին իրանից, հա, համաձայնություն է տալիս, որ կենդանեակը իր գիտակցությունը իրանից պոկի եւ գնա ապրի իր անկախ կյանքով, չէ՞, այդ համաձայնությունը ինքը իրականացնում է նրանով, որ կենդանեակի գիտակցությունը սերմի մեջ է մտցնում, չէ՞, բայց այդ սերմը իր համար ոսկի է, որովհետեւ ինքը այդտեղ մտցնում է իր համար ամենաթանկարժեք բանը։ Կենդանի էակի ուշադրությունը։ Հասկանում եք, որտեվ ինչ է նշանակում կենդանի էակը ինքը նյութական աշխարհում է։ Դա իրականում, երբ որ ասում ենք, որ կենդանի էակը ինքը իրան նույնացնում է նյութական մարմնի հետ, դա ինչ է նշանակում։ Դուք հասկանում եք, դա ինչպիսի կենտրոնացում է նյութական մարմնի վրա։ Չէ, դա իրականում այնպիսի կենտրոնացում է նյութական մարմնի վրա, որ այդ կենտրոնացումից կենդանի էակը ինքը բացարձակապես մոռանում է եւ իրեն եւ Աստծուն։ Իսկ հոգեվոր աշխարհում ամենաթանկարժեք բանը, որ ունի Աստված, դա կենդանի էակների կենտրոնացումն է իր վրա։ Եվ ամենաթանկարժեք բանը, որ ունեն կենդանի էակները, դա Աստծո կենտրոնացումն է իրենց վրա։ Հասկանում եք։ Եվ այդ պահը, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը համաձայնություն է տալիս, չէ, այդ որ ինքը այդ խոսքն է օգտագործում հիմա Շուկադևը Գոսվամին, էլի, որ ինքը այդ ոսկե բանը իր համար ամենաթանկարժեք բանը տեղադրեց նյութական աշխարհ, հա, եւ այդտեղից առաջացավ սերմը,
Այսինքն մյուս կողմից էլ երբ որ խոսացվում է սերմի մասին, չէ, այդ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը տեղադրեց, այդ պահը, որ ինքը արդեն տարածքը կա, տիեզերքները կան, շատ բաներ կան, չէ, այ հիմա ինքը կենդանիակին է տեղադրում նյութական աշխարհ, դա փաստացի նվերն է, հասկանում եք, դա այն process-ն է, որտեղ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը համաձայնվեց այդ նվերը տա մեզ, հասկանում եք, և այդ իր համաձայնության մեջ ինքը թաքցրեց ոչ թե մենակ իրան, գիտեք ինքը նույնիսկ թաքցրեց այն իմաստը, որի պատճառով ինքը համաձայնություն է տվել նյութական աշխարհը արարել, հասկանում եք, դրա համար այդ երբ որ խոսացվում է բանի մասին, ոսկե սերմի մասին, չէ, սա իրականում ինքը բան է, շատ գողտրիկ Գերագույն Աստծո անձնավորության համար շատ մեծ նշանակություն ունեցող արարք է Աստծո կողմից, հասկանում եք, մյուս կողմից կարող ենք ասել, որ երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը տեղադրում է կենդանիակին նյութական աշխարհ, եթե ես պոետիկ լեզվով սկսեմ խոսել, այսպես էլի, որ պատկերավոր պատկերացնենք ինչի մասին է խոսքը, չէ, ինքը փաստորեն, տեսեք, եթե մենք այն տեսանկյունից խոսանք, որ իմպերսոնալիստները իրենք առաջին հերթին մտնում են լույսի մեջ և իրականացնում են իրենց որպես լույսի մեջի մի մասնիկ, չէ, երբ որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը մտցնում է կենդանիակի նյութական աշխարհ և տեղի ունենում հակառակ process-ը, այսինքն կենդանիակը ունի հոգևոր մարմին, այդ մարմինը ինքը հավերժ է և հիմա որպեսզի ինքը խորասուզվի նյութական աշխարհի մեջ, չէ, ինքը պետք է առաջի հերթին մոռանա իր հարաբերությունները Աստծո հետ, և տեղադրվի այդ, որ ինքը մոռանում է, ինքը ոնց որ հրաժարվում է իր հոգևոր մարմնից, և այդ պահին, ոնց ասեմ էլի, այդ պահին, երբ որ կենդանիակը ինքը այ Գերագույն Աստծո ազնվորությունը իրան տանում է արդեն այդտեղ, որ հիմա դու ինչ-որ ուրիշ իրականություն ես ուզում, հիմա այդ իրականությունը, որի մեջ դու կայիր մոռացի, չէ, ոնց ասեմ, եթե իմաստով խոսանք, չէ, դա նշանակում է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կենդանիակին համաձայնություն է տալիս պոկել իրան այն աշխարհից, որում իմաստ կար, իր գոյության մեջ, և բերել այն աշխարհ, որտեղ իմաստ չկա, հասկանում եք, տեսեք ասենք, որ մենք խոսում ենք կենդանիակի նյութական գոյության մասին, չէ, մեծամասամբ, ինչու մենակ մարդը, որտև կյանքը ինքը մենակ մեր մոլորակի վրա չի, որ կա, չէ, կենդանիակները նյութական աշխարհում իրանք ստիպված են լինում մտածել, որ կյանքի իմաստը կայանում է նրանում, որպեսզի իրենք պայքար մղեն գոյատևության համար, բայց ինչի համար է նախատեսված իրենց գոյությունը, դուք նկատում եք, որ այդ իմաստը ինքը կորած է, տեսեք հոգևոր աշխարհում կա այդ իմաստը, Գերագույն Աստծո ազնվորությունը ուզեց վայելի իր գոյությունը և ստեղծվեց և կա բազմազանությունը, և այդ բազմազանության մեջ կենդանի էակի կյանքի իմաստն է երջանկացնել Աստծուն, իսկ Աստծո կյանքի իմաստն է երջանկացնել կենդանի էակներին, այդտեղ իմաստ կա գոյության մեջ, հասկանում եք, իսկ այդ իմաստը ինքը կորավ, մնաց միայն գոյության պայքարը, եթե մենք վերցնում ենք իմ բնությունը,
Այդ ոչ մեկ տեսեք ինչ բան է, չէ՞։ Ասենք այդ եմ էլ ուզում նկատեք, չէ՞, կարողանում եմ բացատրել, տեսեք։ Այ երբ որ խոսացվում է հոգևոր աշխարհի մասին, հասկանում եք, այ այդ գաղափարն է հնչում, որ իմաստ կար, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ունի հմայք, եւ հմայքը ինքը նախատեսված է, ուրիշ կենդանիակներ պիտի լինեն, որ այդ հմայքը ինքը իմաստավորվի։ Դրա համար կան ուրիշ կենդանիակները, որպեսզի իրանք իրար վայելեն։ Հիմա ես հարց եմ տալի, այ ենթադրենք Աստված չկա, եւ ամեն ինչը միայն նյութն է։ Նյութը ինչ պատճառով է արարել կենդանի էակ։ Իրա ինչի դե դա պետք։ Տեսեք, այդ պատասխանը, այդ հարցի պատասխանը ինքը չկա։ Ինչքան ուզում է փիլիսոփայել։ Աթեիստը ինքը ինչքան ուզում է փիլիսոփայի կյանքի իմաստի շուրջ, ամենաբարձրագույնը ինչին ինքը կարող է հասնել ինքնուրույն, դա աբսուրդիզմն է։ Այսինքն հասկացողությունը, որ այս աշխարհում ինչ որ մի բան անսահման էնենց չի։ Որ ինչու համար, որտեվ կա մշտական անհամաձայնություն բնության հետ, որ կենդանիակի մեջ արտահայտվում է։ Հասկանում եք, չէ՞։ Եվ դա է էլի, որ եթե մենք պատկերավոր ենք խոսում, չէ, երբ որ կենդանիակը Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը խորասուզում է կենդանիակին նյութական աշխարհ, կենդանիակը այդ ընթացքում կորցնում է իր գոյության իմաստը։ Եվ այդ իմաստի կորուստը ինքը վերջնականապես տեղի է ունենում իմպերսոնալ բրահմանի, այսինքն այդ լույսի մեջ, որտեղ վերջ։ Իր հոգևոր մարմինը վերջացավ, ինքը մոռացավ ով էր։ Հա, եւ այդ բացարձակ լույսից մտավ բացարձակ մթի մեջ, անցնելով այդ մթի մեջով պրաթանայում գրգռեց նյութական գոյավիճակները, նրան համապատասխան իրացակությունների եւ վաստակների համապատասխան ստացավ մարմին եւ հայտնվեց նյութական աշխարհում։ Չէ՞, այսինքն այդ դա է, որ իմաստավոր գոյությունից անցավ անիմաստ գոյության, լույսից մտավ իներցիայի մեջ, հա, բանից լիքը այդ կյանքով լի կյանքից անցավ դատարկության։ Հասկանում եք, սա է էլի այդ սերմը տեղադրելու process-ը։ Եվ ինչքան հասկանում ենք, սա իրականում շատ տխուր process է կենդանիակի համար, հա, բայց եւ միաժամանակ պիտի հասկանանք, որ այո, դա Գերագույն Աստծո ազնվորության ողորմածությունն է, որ այն ինչը ինքը, տեսեք հիմա ինչի մեջ է, չէ, ինչի առաջ է կանգնում Աստված։ Այստեղ ինձ շատ է դուր գալիս էլի արիացիների այդ մոտեցումը, հասկանում եք, որ իրանք ոչ թե խոսում են նրա մասին, թե ինչի առաջ կանգնեց կենդանիակը, իրանք հիմա առաջին հերթին խոսում են, թե ինչի առաջ կանգնեց Աստված։ Եվ որ ինքը կանգնեց մի անհրաժեշտության առաջ, որ արարի մի աշխարհ, որ այն կենդանի էակը, որը գոյություն ուներ, իր հետ կյանքը հավերժ վայելելու կյանքով ապրեր, հայտնվի մի աշխարհում, որտեղ ինքն է անթիվ անհամար տառապանքներ պատճառելու ուրիշներին եւ նույն բանը ուրիշները անելու են իր հետ եւ աշխարհը վերածվելու է դժոխքի, այն ինչի մեջ որ մենք ապրում ենք, որովհետեւ ժամանակավոր է, որովհետեւ անկատար է եւ որովհետեւ իր մեջ տառապանք է բարնակում։ Հասկանում եք, չէ, ասեք, ես այստեղ շատ եմ էլի ուզում, չգիտեմ ինչքանով է իմ մոտ ստացվում, բայց շատ եմ ուզում, որ դուք հիմա զգաք, թե ինչի մեջերով, այ հոգեբանորեն, ինչի մեջերով է անցնում Գերագույն Աստծո անձնավորությունը, որտեվ
Հրեաները իրենք ներկայացնում են արարչագործությունը որպես Գերագույն Աստծո ազնվորության զայրույթը, որը ինքը դուրս նետեց Ադամին եւ Եվային դրախտից եւ անիծեց իրանց նյութական գոյությունը, չէ՞։ Ինչ որ միտեղ ասենք այնպես են հասկանում Աստծուն, որ Աստված ինքը ինչ-որ մի հատ անտարբեր էակ է, մյուստեղ ներկայացնում են այնպես, որ Աստված ինքը ինչ-որ սիրում է կենդանիակների նյութական գոյությունը եւ հոգ է տանում նրանց նյութական ուրեմն գոյության մասին, բայց իրականում սա այդ պահը ինքը Աստծո համար շատ տխուր է, որ նա, ով գոյություն ուներ երանության համար, ինքը հիմա պիտի համաձայնություն տա, որ այդ ազնվորությունը խրվի տարվանքով լի աշխարհի մեջ։ Եվ ինքն էլ Գերագույն Աստծո ազնվորությունն էլ ազատության կամքի ազատություն է տվել այդ կենդանիակներին եւ երբեք չի կարողանալու խառնվել նրանց գործերի մեջ։ Որտեւ եթե ինքը մի բանը մի անգամ տալիս է, ինքը դա այլևս հետ չի վերցնում։ Հասկանում եք։ Եվ կյանքը դառնում է այն, ինչ որ ինքը կա, եւ կենդանիակները իրենց պահում են այնպես ինչպես որ պահում են, դուք մոտավորապես պատկերացնում եք Գերագույն Աստծո ազնվորությանը ինչքան համբերություն է պետք դիմանալու համար այն բոլոր դաժանությունների, որը ես հələ դիեզերքի մասին չեմ խոսում, կենդանական աշխարհի մասին չեմ խոսում, որը մարդը, որ բանականություն ունի եւ բարիություն բառը գիտի, անում է ուրիշ մարդկանց հետ։ Հասկանում եք, ինչքան համբերություն է պետք Աստծուն, որ ինքը թույլ տա, որ ինքը չխառնվի ընդհանրապես, որ ինքը թույլ տա, որ մենք ինչ ուզում ենք անենք եւ միայն հետո պատասխանատվության հրավիրի։ Հասկանում եք, սրանք իրենք շատ կարևոր կետեր են, որոնք երբ որ մենք հասկանում ենք, թե մենք նրանով, որ մենք անկախ կյանք ենք ուզել, մենք Գերագույն Աստծո ազնվորությանը ինչպիսի տրանսֆորմացիաների ենք տարել իրականում, հա, ես կարծում եմ, որ տրամադրությունների տեսանկյունից սրանք շատ կարևոր տրամադրություններ են։ Ուրեմն եւ հաջորդ տեքստում Շուկատևը Գոսվամին ինքը ասում է. լսիր ինձանից, թե ինչպես է Գերագույն Տիրոջ էներգիան բաժանում վերնկարագրված ամբողջականը 3 տեսակի էքսպանսիաների՝ իշխող էակների, ենթակա էակների եւ նյութական մարմինների։ Ուրեմն հաջորդ գաղափարը կներեք եղանակը, որ այսպես է ճնշումս մեկ-մեկ տատանվում է, հա, ուրեմն 14-րդ տեքստը ինքը արդեն ուրեմն նրա մասին է, որ հիմա Շուկատևը Գոսվամին ինքը ուղղակի ասում է, հիմա լսիր, եւ ինքը բացատրում է, թե ինչի մասին հիմա Պարիշիտը պիտի լսի, չէ՞։ Եվ ուրեմն ինքը ինչ ասեց, որ առաջի հերթին Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ինչ է անում, հա, այսինքն ինքը ինչպես է օգտագործում իր էներգիաները։ Եվ Շուկատևը Գոսվամին ինքը ասեց, կա մի հատ ընդհանուր էներգիա, հա, որը Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը բաժանում է 3 էքսպանսիա։ Էքսպանսիա նշանակում էլի 3 մասերի, այսպես ասենք, հա, որոնք ուրեմն հետևյալն են. այն կենդանիակները, որոնք իրանք իշխում են, այն կենդանիակները, որոնք իրանք ենթարկվում են։ Հա, ուրեմն սա առաջի բաժանումն է, որը տեղի է ունենում նյութական աշխարհում։ Հասկանում եք, չէ՞, եւ օրինակ ասենք, երբ որ մենք ծնվում ենք, երբ որ մենք նայում ենք, թե մենք ինչ մարմնում ենք ծնվել, ինչ ընտանիքի մեջ ենք ծնվել, չէ՞, եւ եթե մենք սովորական քաղաքացիներ ենք, դա միանգամից նշանակում է, որ մենք այն հոգիներն ենք, որոնք ենթարկված են
Հա, հիմա կախված նրանից, թե որ դարաշրջանում ենք ծնվել, այդ դարաշրջանի մեջ որ մոլորակի վրա, այդ մոլորակի վրա որ պետության մեջ, այդ պետության մեջ որ քաղաքում, այդ քաղաքում որ ընտանիքում, հա, որտեղ իրականում, ասենք, քաղաքներ, բաներ, իրանք բազմաթիվ մոլորակներում այդ ամեն ինչը կա, մենք դեռ այդ նկարագրությունները կկարդանք արիացիների կատարմամբ, չէ՞։ Եվ հիմա տեսեք սիրելիներս, չէ, ուրեմն, այսինքն ինչի մասին է այստեղ խոսքը։ Խոսքը գնում է նրա մասին, չէ, որ այն նյութական աշխարհը, այո, ինքը ունի այդ բաժանումը։ Եվ եթե կենդանիակը ինքը այս նախասկզբնականորեն ծնվում է այնտեղ, որտեղ ղեկավարներն են, չէ, դա նյութական աշխարհի համար համ մեծ առավելություն է, որտեղ մեծ հնարավորություն է, չէ, տալիս։ Հասկանում եք, ուրիշների վրա իշխելը դա նյութական աշխարհում ապրող կենդանիակների երազանքն է, չէ։ Կենդանիակները իրենք գալիս են նյութական աշխարհ, որպեսզի իրականացնեն իրենց նախանձը կամ Աստծո հանդեպ, կամ նրա նվիրյալների։ Երբ որ իրանք իրականացնում են Աստծո հանդեպ նախանձը, իրանք ուզում են ունենալ իշխանություն։ Երբ որ իրանք ուզում են իրականացնել նվիրյալների հանդեպ իրենց նախանձը, իրենք ուզում են, որպեսզի զգայական վայելքի մեջ լինեն ընտրյալ։ Այսինքն, որ դիմացիները բոլորի մեջ ընտրեն հենց իմինը իրանց, որպես իրանց վայելքի օբյեկտ, չէ՞։ Որտեղ դա հնարավորություն է տալիս, որ ինքն էլ իր հերթին վայելի այս աշխարհը։ Եվ երբ որ կենդանիակը ինքը ծնվում է իշխող ընտանիքում, դա նշանակում է, որ այսպես թե այնպես ինքը ինչ-որ զապաս ունի։ Բայց գիտեք ամենաբանը ինչն է։ Տեսեք, երբ որ դա աստվածակենտրոն դարաշրջաններն են, չէ՞, աստվածակենտրոն դարաշրջաններում ինքը ամեն ինչը տեղի ունենում է այսպես։ Երբ որ ազնվորությունը ինքը ծնվում է իշխանություն ունեցող ընտանիքներում, դա ցույց է տալիս, որ այդ կենդանիակը ինքը բարեպաշտության մեծ պաշար ունի։ Եվ իրեն հնարավորություն է տրվել, որպեսզի ինքը, որտեղ ինչ է նշանակում, արիական քաղաքակրթության մեջ ինչ է նշանակում իշխանավոր։ Արիական քաղաքակրթության մեջ, այսինքն իրական կրոնականության դաշտում, իշխանավոր նշանակում է հոգտանող։ Իսկ դա, երբ որ կենդանիակը ինքը հասարակության մեջ, անկախ նրանից թե որ մոլորակի վրա, երբ որ ինքը հասարակության մեջ բարձր դիրք է գրավում եւ հոգ է տանում, այսինքն իր իշխանությունը օգտագործում է հոգ տանելու համար, ինքը ավելացնում է իր բարեպաշտության պաշարը։ Եվ հաջորդ կյանքերում ավելի ու ավելի բարձր տեղերում է ծնվում, ավելի ու ավելի բարենպաստ մարմինների մեջ, այսինքն նյութական աշխարհի համար ավելի ու ավելի երջանիկ։ Հա, հիմա մարդիկ շատ հաճախ այն ազնվորությունների հանդեպ, որոնք իրենք աստվածամեժության դարաշրջանում են ապրում, ծնվում բարձր, այսպես կոչված բարձր խավերում, բայց այստեղ բարձրի մասին չէր խոսքը, իշխանավոր, իշխանություն ունեցող խավում է ծնվում աստվածամեժության դարաշրջանում, դա ամեն ինչը թարս չէ, դա ուղղակի հակառակն է նշանակում։ Այսինքն ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ այդ հոգում, այսինքն ուղղակի հակառակը, դա մեղավոր հոգիներ են, որոնք իրենք իշխանություն են, այսինքն հնարավորություն են ստանում իրականացնել իրանց մեղքեր գործելու ցանկությունը եւ հաստատեն իրանց դեգրադացիան։ Հասկացաք։ Այսինքն, երբ որ ազնվորությունը ինքը իշխանություն ունի աստվածակենտրոն պետությունում, դա միշտ նշանակում է, որ ինքը դեպի բարձր է գնում։ Երբ որ ինքը իշխանություն ունի աստվածամերժ դարաշրջանում, դա նշանակում է, որ դա դեպի դեգրադացիա գնացող հոգի է։ Եվ իրանց ոչ մի առիթ չկա նախանձելու իրականում իմացողի համար եւ այդ ամեն ինչը ճիշտ գնահատողի համար։
Հասկանում եք։ Եվ հիմա այստեղ ասվեց, չէ, եւ երբ որ այ հոգեբանական, այս սկզբից ինքը հոգեբանական բանը ասեց, չէ, որ իշխողներ, ենթարկվողներ։ Սա է նյութական աշխարհի առաջին բաժանումը։ Ինչպես եւ հոգեվորին։ Որտեղ Գերագույն Աստծո նախասկզբնական Գերագույն Աստծո ազնվորությունը, նրա մարմնավորումները իշխողն են եւ մնացած բոլոր կենդանեակները ենթարկվողը։ Չէ, բայց տեսեք նյութական բանականությունը, չէ, ինքը միանգամից այդ ենթարկվողը բառի վրա այսպես բացասական ռեակցիա է տալիս։ Ինչու՞, որտեղ նյութական աշխարհում, երբ որ մենք ինչ-որ մեկին ենթարկվեցինք, ինքը մեզ բանացնում է բառիս բուն իմաստով։ Բայց երբ որ մենք խոսում ենք հոգևոր աշխարհի մասին, երբ որ մենք խոսում ենք Գերագույն Աստծո անձնավորության մասին, ինքը այդ չարաշահելու տրամադրություններից ազատ է։ Հասկանում եք։ Եվ երբ որ մենք իրան ենք ենթարկվում, դա վերջանում է նրանով, որ մենք այդ հոգատարությունն ենք ստանում իրանից, որ բոլորս, այսինքն ինքը հոգ է տանում, որ ամեն մի կենդանեակ իր տեղում լինի երջանիկ։ Հա, իսկ նյութական աշխարհում այն միանգամից այդ բաժանությունն է արվում։ Այսինքն ստրուկտուրա, բանի, կառուցվածքի տեսանկյունից նյութական աշխարհը ինքը շատ նման է հոգևորին, բայց հոգեբանական տեսանկյունից ինքը 180 աստիճան տարբեր է։ Եվ երբ որ մենք նյութական աշխարհի համար ենք ասում, որ բաժանում կատարվեց իշխողների եւ ենթարկվողների շուրջ, ապա պետք է հասկանանք, որ դա հենց նյութական աշխարհի անարդարությունների եւ դաժանության իրականացման դաշտն է։ Եվ նրանք, ովքեր ծնվում են որպես ենթարկվողներ, սովորաբար իրենց վրա, հատկապես աստվածամերժության դարաշրջանում, կրում են իշխանավորների բոլոր այդ կապրիզնի կաչելյաների հետևանքները։ Հա? Եվ ուրեմն այդ բաժանումից հետո համապատասխան մարմիններն են ստանում կենդանեակները։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, մնացածը կքննարկենք արդեն